Բարձրաստիճան պաշտոնյայի այցի կարևորությունը ինքը ԱՄՆ փոխնախագահ ներկայացրեց երեք Հայաստանի վարչապետի հետ բանակցությունից հետո մամուլի համար հայտարարությամբ նա ասաց, որ Միացյալ Նահանգները խաղաղություն է կառուցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն այն ինչ որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին հռչակագրվել է քաղաքական հայտարարության տեսքով, որի վկան եւ մասնակիցը Միացյալ Նահանգների նախագահն էր, այսօր գործնականանում է։ Այսքանով հանդերձ դա շատ մեծ կարևորություն ունի, որովհետեւ եթե մենք անդրադառնանք անցյալին, ոչ հեռավոր անցյալին, 1-2 տարվա կտրվածքով Ադրբեջանի նախագահի խոսույթին եւ այսօրվա իրավիճակին, ապա արմատական տարբերությունը ակնհայտ է, ակնառու է եւ այդ տարբերությունը ոչ թե Ադրբեջանի նախագահի ցանկությունն է, ինչպես նա հաճախ ներկայացնում է, այլ Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցյալ տարվա օգոստոսին կայացած գագաթաժողովն է, այսպես այդ գագաթաժողովը այլևս կարելի է անվանել խաղաղության գագաթաժողով, իրոք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթաժողով։ Պարոն Աթանասյան, կարծիքները շատ տարբեր են, թե ինչու է Միացյալ Նահանգները հիմա հետաքրքրված տարածաշրջանով եւ մասնավորապես տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Մեկն ասում է Միացյալ Նահանգների հիմնական շահը Իրանն է, մեկն ասում է հիմնական շահը Կենտրոնական Ասիան Չինաստանից կտրելն է Հարավային Կովկասի միջոցով։ Մեկն ասում է Ռուսաստանի ազդեցության գոտին առհասարակ տարածաշրջանից չեզոքացնելն է։ Ինչու է Միացյալ Նահանգները հետաքրքրված հիմա տարածաշրջանով եւ ինչու է ուզում խաղաղություն հաստատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Ես փորձագիտական այդ տպավորությունը կամ քաղաքական գնահատականը չեմ կիսում եւ համարում եմ թերի, եթե դա իմացության պակասից է եւ կարելի է անվանել մանիպուլատիվ, եթե իմանալով հանդերձ խնդիր ներկայացում է այնպես, որ Միացյալ Նահանգները հենց այսօր այժմ այս պահին է հետաքրքրում Հարավային Կովկասում։ Ով Ղարաբաղյան կարգավորման բանակցային մի շատ պատասխանատու, շատ լուրջ փուլ անցել է Միացյալ Նահանգների մոդերացիայով։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիևը Քիվեստ են մեկնել առնվազն մտադրությունների մասին արձանագրություն ստորագրելու մտադրությամբ։ Այն ժամանակ սպասելիքները այդպես էին, որ Քիվեստում փաստաթուղթ է ստորագրվելու, այդ փաստաթղթի քաղաքական հովանավորը եւ իրական մոդերատորը եղել է Միացյալ Նահանգները, այստեղ գաղտնիք չկա եւ իդեպ մինչեւ 2008 թվականի նոյեմբեր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ակտիվ դերակատար չի եղել։ Նախ Միացյալ Նահանգները, հետո Միացյալ Նահանգներից միջնորդություն անցել է Ֆրանսիային, եւ հաստատորեն այն ինչ որ մենք ունեցել ենք որպես Ղարաբաղյան կարգավորման առաջարկությունների փաթեթ Մադրիդյան սկզբունքները ձևավորվել է Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցային գործընթացի արդյունքում։ Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ հնարավոր է ավելի ճիշտ, հնարավոր է մանիպուլացնել, որ Միացյալ Նահանգները սպասել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին, որպեսզի իր ներկայությունը այստեղ հաստատի։ Չէ, այսպիսի տեսակետներ կա, բայց պետք է ելնենք իրողությունից, որ 44-օրյա պատերազմի հրադադարի միջնորդը Ռուսաստանն էր, Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման եւ բնակչության անվտանգության երաշխավորը Ռուսաստանն էր, խաղաղապահները, որը իր այդ պարտականությունները կամ չկարողացավ կատարել, կամ չկատարեց։ Հիմա պատմությունը դրա պատասխանը կտա եւ այսօր ինչ որ խնդիրներ ներկայացնել, թե Միացյալ Նահանգները հետպատերազմյան իրավիճակում փորձում է առավելագույն շահ քաղել, սա ես կարծում եմ այնքան էլ կոռեկտ չէ։ Իհարկե Միացյալ Նահանգները այստեղ ունեն շահեր, բայց Միացյալ Նահանգների շահը ոչ Ադրբեջանն է, ոչ Հայաստանն է։ Որն է։ Մասնակի, այլ ամբողջ տարածաշրջանը։ Հարավային Կովկաս կամ Սևծովյան Կասպյան տարածաշրջան, որի պետք է ինտեգրվի Կենտրոնական Ասիան։ Սա ակնհայտ իրողություն է, բառացիորեն մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում հրավիրվել է Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգներ գագաթաժողով։ Դա առաջին անգամ է եւ process-ները չպետք է կամ հակադրել կամ առանձնացնել մեկը մյուսից։ Process-ները միասնական են։
Այո, այստեղ կա շահերի բախման խնդիր։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, բայց դա արդեն ոչ թե 44-օրյա պատերազմից հետո կայացված որոշումների հետևանք է, այլ արմատական, ասես փորձագետները երբեմն ասում են պրոքսի երրորդ համաշխարհային պատերազմ։ Պրոքսի երրորդ համաշխարհային պատերազմի դրսևորում է, որտեղ ոչ Հայաստանն է դերակատար, ոչ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչ որ մի փուլում փորձում էր դերակատար լինել։ Ես կարծում եմ, որ փոխնախագահ Վենսը լիովին կփարատի, այսպես ճակերտավոր կփարատի Ալիևի բոլոր հավակնությունները եւ նրան կուղորդի այն իրողությանը, որը ձևակերպում է Միացյալ Նահանգները հարավային Կովկասի 3 երկրներին վերապահելով իր իրավահավասար գործընկերոջ կարգավիճակ։ Որքանով այդ երկրները կիրացեն, դա արդեն իրենց խնդիրն է։ Բայց որ Միացյալ Նահանգները նախ տարածաշրջան ամբողջական է գնահատում եւ այդ կոնտեքստում տարածաշրջանի բոլոր երկրներին իրավահավասար է ճանաչում, սա մեծ առավելություն է, որովհետեւ մի փուլում եկեք չմոռանանք, դա կարծեմ 2022 թվականի օգոստոսն էր, երբ Ռուսաստանի նախագահ պետական այց կատարեց Ադրբեջան եւ ակնհայտորեն ցուցադրեց, որ հակված է Ադրբեջանը ճանաչելու Կովկասի առաջնորդ։ Նույնիսկ ոչ թե հարավային Կովկասի, այլ ամբողջական Կովկասի առաջնորդ։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կամ նախաձեռնողականությունը ահա բերել է այն մագարտակին, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը այսօր իրավահավասար իրավահավասար բանակցող կողմեր են, այսպես ասենք, կամ պայմանավորվող կողմեր են եւ այդ բանակցություններում, այդ դիսկուրսում, դիվանագիտական դիսկուրսում Ադրբեջանը որևէ առավելություն Հայաստանի նկատմամբ չունի։ Եկեք հիշենք ինչպես էր խոսում Ալիևը։ Մարդիկ ինչու են մոռացել, որ Ալիևը երբ Ռուսաստանը սկսել էր Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունը, Ադրբեջանը հակված էր Կիևի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքը տրանսֆորմացնել Երևանի հետ հարաբերություններում եւ պահանջում էր, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, Հայաստանը չպետք է մտածի բանակի վերակառուցման մասին, նույնիսկ սպառնում էր, որ եթե Հայաստանը ձեռք բերի այնպիսի սպառազինություններ, որոնք ապագայում կարող են Ադրբեջանի անվտանգությունը կասկածի տակ առնել, ապա պրևենտիվ հարվածը չի ուշանա։ Արխիվից հանենք Ալիևի այդ ելույթները եւ համեմատենք Ալիևի այսօրվա խոսույթի հետ։ Սա է իրողությունը։ Գանք ուղերձներին հայտարարություններին Թրամփի ուղու մասին խոսելիս Վենսն ասաց, որ խնդիրները ներդրումները չեն, այլ խաղաղության գործընթացը, խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխել է։ Կբացատրեք ինչի մասին է խոսքը։ Նշանակում է հիմա խաղաղությունը վերջնական հաստատված չէ եւ որևէ խոչընդոտ է առաջացել կամ կա այդ խոչընդոտը եւ դրա համար է նա ասում, որ մտահոգիչ է կամ կարեւոր է, որ գործարքն առաջ տանենք, հաջորդ փուլին հասցնենք։ Ես կարծում եմ այդ խոսույթը տեղավորվում է ընկալումների մեջ, որ խաղաղությունը թղթից իրական կյանքի, իրական միջավայրի վերածելը ժամանակ եւ ջանքեր է պահանջում եւ երբ ասում է խաղաղության գործընթացի հաջորդ փուլ, կարծում եմ նկատի ունի գործնական փուլը արդեն, որը նույնպես փորձություն է լինելու կողմերի համար։ Գործնական փուլ փաստաթղթի ստորագրում, թե գետնի վրա խաղաղության իրական հաստատման մասին է խոսքը։ Կարծում եմ առայժմ իրավապայմանագրային տեսք, որը ենթադրում է մեկնարկ, գործընթացի մեկնարկ, եկեք հաշվի առնենք, որ վերջերս տեղեկություն տարածեց, որ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը եւ Եվրահանձնաժողովի մասնագիտական խումբը տնտեսատեխնիկական փորձաքննություն է անցկացնում, հետազոտություններ անցկացնում երկաթուղ Նախիջևանի հատվածում։ Փաստորեն Նախիջևանի հատվածն էլ կառուցման, վերակառուցման կարիք ունի եւ այն, որ Հայաստանի տարածքով 43 կիլոմետր երկարության երկաթուղ շինարարությունը պետք է սկսվի, դա հենց արդեն խաղաղության հաստատման ճանապարհի հաջորդ փուլն է, որտեղ տարիներ շարունակ Ադրբեջանը միշտ Հայաստանին այսպես քննադատել է, վերջին շրջանում կշտամբում է, որ քաղաքական համաձայնությունները գետնի վրա
չեն արտացոլվում։ Մեկնարկը փաստաթղթային մեկնարկը, որին կհետևի անշուշտ գործնական աշխատանքների մեկնարկը, սա արդեն գործնական խաղաղության երկրորդ փուլն է։ Կարծում եք նման շեշտադրում կարվի նաև Բաքվում։ Կարծում եմ այո, անհրաժեշտաբար, որովհետև այդ դեպքում մեկնարկը կտրվեր Հայաստանում եւ դրանով էլ, ասենք, ուղերձ կհղվեր Ադրբեջանի, բայց Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը ոչ թե տվյալ դեպքում Հայաստանի հետ իր գործընկերությունը ընդգծելն է, այլ իր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գործընկերությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը ծառայեցնելը, համեմատաբար վարչակազմի այսօրվա վարչակազմի քաղաքականությունը սա է, եւ ես կարծում եմ այստեղ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատումը, հարաբերությունների կարգավորումը Թրամփի վարչակազմի եւ անձամբ նախագահ Թրամփի համար չափազանց կարեւոր է, որովհետեւ նա իրեն հայտարարել է 8 պատերազմ դադարեցնող, գործնականում որևէ այլ կոնֆլիկտային գոտում այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունում, եւ այստեղ խաղաղության ճանապարհի հաջորդ քայլը բնականաբար նրա համար դիվանագիտական ռեսուրս է, ասենք առաջիկայում խաղաղության խորհրդաժողով է հրավիրում, դա ներկայացնելու է Վենսի այցը, արդյունքները եւ բնականաբար ձգտելու է այս process-ը տրանսֆորմացնել Գազայում, հնարավորության դեպքում նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունները։ Փաշինյանում Վենսը ստորագրել է միջուկային էներգիայի խաղաղ համագործակցության մասին հուշագիրը։ Սովորաբար Միացյալ Նահանգները, եթե չեմ սխալվում, 1-2-3 համաձայնագիրը բոլորի հետ չի կնքում եւ առանց դրա էլ չի կարող միջուկային տեխնոլոգիա փոխանցել։ Ինչու է Հայաստանի հետ դա անում։ Դա շատ կարեւոր է։ Խոսքը իհարկե այս պահին միջուկային խաղաղ էներգիայի համագործակցության ոլորտում բանակցությունների ավարտի մասին։ Այո։ Փաստաթղթեր բնականաբար նախապատրաստվում են, ենթադրաբար կարող են առաջիկայում ստորագրվել այլ մակարդակով, ասենք արտաքին գործերի նախարարների կամ չգիտեմ էկոնոմիկայի նախարարների մակարդակով չեմ կարող ասել, բայց միջուկային խաղաղ էներգիայի բնագավառում Ամերիկայի համագործակցությունը Հայաստանի հետ դա առաջին հերթին ամենակարևորը պետք է ընդգծենք անվտանգային երաշխիք է։ Այնտեղ որտեղ Միացյալ Նահանգները ունի նման մակարդակի ներկայացվածություն, նման մակարդակի համագործակցություն, սովորաբար այդ երկրները իրենց զգում են Միացյալ Նահանգների անվտանգային հովանոցի ներքո։ Այսպես գործնականում դա կիրականանա։ Սա արդեն ժամանակի եւ քաղաքական կամքի արդյունք կարող է լինել, ու ես կարծում եմ այստեղ մենք գործ ունենք Հայաստանի հետ Միացյալ Նահանգների պետական նպատակաուղղված քաղաքականության հետ, ոչ թե, ասենք, իրավիճակային։ Որտեղ տեսեք, հերացող վարչակազմի հետ Հայաստանը ստորագրեց անցյալ տարի ռազմավարական համագործակցության մասին հուշագիր մտադրությունների արձանագրություն, եւ այդ ժամանակ ընդդիմությունը ասում էր, որ Բայդենը հեռանում է, ահա կգա Թրամփը եւ կջնջի։ Թրամփը եկավ եւ չջնջեց, չէ՞, ավելի առարկայական է դառնում հիմա համագործակցությունը, եւ եթե նույնիսկ այդ համագործակցությունը ես կարծում եմ որ տարիներ է տևելու, եթե ոչ տասնամյակներ, համագործակցությունը ծավալվի նոր դեմոկրատական վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներում, ասենք հաջորդ ընտրություններով ենթադրենք դեմոկրատներն են գայս իշխանություն, ապա այդ քաղաքականությունը կարծես թե չի ընդհատվելու, որտեղ դա մտնում է ինստիտուցիոնալ հուն։ Արդեն Միացյալ Նահանգների անվտանգային դոկտրինի շրջանակներում տեղավորվում է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների եւ միջուկային խաղաղ էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկար, սա լուրջ առաջընթաց է հայ-ամերիկյան հարաբերություններում։ Պարոն Աթանասյան, շատ քննարկվեց նույն Վենսի այցից հետո, ի վերջո Հայաստանը, Երևանը երբ է կողմնորոշվելու, որ արևմտյան, թե ռուսական, թե մեկ այլ տարբերակ է ընտրելու փոքր մոդուլային կայաններ կառուցելու հարցում։ Հիմա այս պայմանավորվածությունները դեպի ուր են տանելու։ Գիտեք, այստեղ երբ
դրվում է միանգամից, ասենք, մեկ անգամյա կամ չգիտեմ վճռական մենակի ընտրության հարց, սա արդյունավետ չէ, ավելին, ինչպես ռուսներն են ասում, դա կոնտրպրոդուկտիվ մոտեցում է, որովհետև իշխանությունը, ցանկացած իշխանություն չպետք է կախված լինի մի թելից եւ չպետք է իր եւ երկրի, ասենք, ապագան պայմանավորի ինչ որ մի ուժային կենտրոնի կամ չգիտեմ ինչ որ հովանավորի ընտրությամբ։ Տեսեք, Ռուսաստանը միջուկային գերտերություն է, չէ՞։ Ռուսաստանը 5-րդ տարին է, շուտով 5-րդ տարին է պատերազմ է մղում Ուկրաինայի հետ։ Երեք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը NTV հեռուստատեսությանը հարցազրույց է տվել, փաստորեն բացահայտել է, որ Ռուսաստանը դեռևս չի կողմնորոշվել։ Միացյալ Նահանգները իր ճշնամի են, թե ապագա պոտենցիալ գործընկեր։ Հիմա այս հարցին Մոսկվան երբ է պատասխանելու։ Կրկնում եմ, պատերազմի 5-րդ տարին է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բառացիորեն հայտարարում է, որ չի կարելի հիանալ նախագահ Թրամփի այն հայտարարություններով, որ նա ուղղում է Եվրոպային եւ Ուկրաինային, քանի դեռ գործնական քայլեր չեն կատարվել։ Այսինքն, եթե գործնական քայլեր կատարում է, Ուկրաինային պարտադրում է կապիտուլյացիա, ապա Միացյալ Նահանգները Ռուսաստանի բարեկամն է։ Եթե չէ բարեկամը չէ, ճշնամի է, հիմա մոդուլային ռեակտորների մասին կարող են դատել մասնագետներ, ես չգիտեմ։ Չեմ կարող։ Բայց նաև քաղաքական ազդեցության բան է սա։ Քաղաքական հարցությամբ, որ երկրի մոդուլային ռեակտորը կամ որ երկրի հետ միջուկային խաղաղ էներգիայի բնագավառում համագործակցություն առավել անվտանգային, տնտեսական եւ քաղաքակրթական շահ է բերելու Հայաստանին, Հայաստանը պետք է ընտրի։ Դա դեռ կառավարությունը պիտի գնահատի։ Իհարկե, ես կարծում եմ այո, այո։ Եվ այստեղ խնդիրը, գիտեք, նաև համեմատության մեջ է տեսանելի։ Օրինակ Ղազախստանը Հայաստանից մի քանի անգամ հզոր երկիր է, եւ բնակչությամբ, եւ կոմունիկացիոն հնարավորություններով, եւ տնտեսությամբ, ու Ղազախստանի հնա մոտենում է $300 միլիարդ։ Նույն հարցով Ղազախստանը բանակցում է Ֆրանսիայի հետ, բանակցում է Հարավային Կորեայի հետ, բանակցում է Միացյալ Նահանգների հետ, եւ ոչ ոք Ղազախստանի նախագահին չի մեղադրում, թե դու ինչու 3 տիրոջ ծառա ես։ Բանակցությունը որ պահի Հայաստանի ընդհանուր շահը եւ տվյալ պահի տնտեսական շահը կհամընկնի որևէ երկրի ներկայացրած առաջարկին, որ երկրի ներկայացրած առաջարկը ավելի գրավիչ կլինի մի քանի կոմպոնենտներով, այս ժամանակ էլ ընտրություն կատարվի վերջո Հայաստանի գործող ատոմակայանի ռեսուրսը կարծեմ 2036 թվականին է սպառում եւ դա ժամանակ է, բայց այստեղ էականը կներեք, էականն է, որ Հայաստանը իր խաղաղ միջուկային երկրի ստատուսը կարգավիճակը պահպանում է, պահպանի։ Իսկ դա չպետք է ընդհատվի, որովհետեւ կրկնում եմ, դա եղել է Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրիչ, այսօր ավելի է առարկայանում։ Պարոն Աթանասյան, բայց եթե ստորագրվել է այս համաձայնությունը 1-2-3-ի մասին է խոսքը, Հայաստանը որևէ սահմանափակում, պարտավորություն իր վրա վերցնում է, որ ենթադրենք բանակցություններից հետո կլինի Ռուսաստանի հետ, կլինի Չինաստանի, Միացյալ Նահանգների հետ, ինքը պիտի օրինակ նախապատվությունը տա Միացյալ Նահանգների կողմից առաջարկվող փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, եւ եթե դիցուք բանակցություններից հետո Միացյալ Նահանգների առաջարկված տարբերակը չեն կընտրում, դա որևէ խնդիր կառաջացնի այս համար։ Ես չեմ կարծում, թե հայ-ամերիկյան բանակցությունները կարող են ինչ-որ փակուղային իրավիճակի բերել, երբ ասենք Հայաստանը ստիպված կլինի այո կամ ոչ ասել։ Ես այնպես եմ պատկերացնում, որ չլինելով ոլորտի մասնագետ Խոսքը իհարկե նաև քաղաքական ասպեկտի մասին է դրա։ Գիտեք, գեր ժամանակակից է առաջավոր տեխնոլոգիաներ, օրինակ ասենք կիսահաղորդիչների ներմուծում, ամերիկյան կիսահաղորդիչների ներմուծում ու ենթադրաբար նաև կիսահաղորդիչների արտադրություն Հայաստանում կամ արհեստական բանականության, չգիտեմ ինչ-որ կենտրոնի կառուցում։ Հիմա այս ծրագրերը ներգրվում են խաղաղ ատոմի բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության։ Եթե ներգրվում են, բնականաբար Հայաստանի ընտրությունը պետք է տեղավորվի այդ ուղեգծի մեջ, այդ ծիրի մեջ։ Եթե սա առանձին ծրագիր է, միջուկային էներգիայի բնագավառում համագործակցություն առանձին ծրագիր է, ապա այստեղ կարող է լինել ինչ-որ ընտրության տարբերակներ, բայց գիտեք,
ելակետային փոխնախագահ Վենսի այն միտքն է, որ առաջատար տեխնոլոգիաները խաղաղության գործում զսպման միջոցներ են, եւ Միացյալ Նահանգները այդ միջոցները արտահանում առաջարկում է Հայաստանին, գնահատելով Հայաստանի քաղաքակրթական էությունը եւ վարչապետ Փաշինյանի Այսինքն անհանգստությունը, որ մենք կարող ենք այդ տեխնոլոգիաները դուրս տալ կամ արտահոսել, չկա Միացյալ Նահանգների մոտ։ Դժվարանում եմ ես նման խորությամբ գնահատել, կարծում եմ կարող է Հայաստանը վերածվել, ասենք այդ կիսահաղորդիչների արտադրության տարածաշրջանային կենտրոնի եւ սպասարկել ոչ միայն հարավային Կովկասյան, այլ ասենք կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արևելքի երկրների կարիքները, չգիտեմ, գուցե Միացյալ Նահանգները նման ընտրությունը կա, դա արդեն կլինի չափազանց լավատեսական սցենար, որի հանդեպ իհարկե մենք պետք է հույս պահենք։ Շատ լավ, մյուս հատվածը, որի վերաբերյալ հայտարարություն տարածվեց, վերաբերում էր նրան, որ հայկական կողմին 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական եւ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վաճառք է լինելու։ Այստեղ իմիջիալից կարծիքներ կային այն մասով, որ այս դրոնները կարող են հետախուզական նպատակներով օգտագործվել ընդդեմ Իրանի։ Յուրաքանչյուր լավ բանի մեջ գուցե անընդհատ փորձ է արվում տեսնել մի վատ բան։ Ձեր կարծիքը ո՞նց է հնարավոր եղել սա եւ ինչու է Միացյալ Նահանգները սա անում ու ինչ հնարավորություն է դա բացում ռազմական առումով։ Գիտեք, ես ռազմական փորձագետ չեմ, ընդհանրապես այդ ոլորտը ինձ անծանոթ է, բայց ես այսպեսի մի դիտարկում կարող եմ անել, որ փոխնախագահ Վենսի Հայաստան նայցից առաջ պաշտպանության նախարարությունը ցուցադրեց Հնդկաստանից ձեռք բերված սպառազինություններ։ Այդ սպառազինությունների շարքում կան ինքնագնաց հրետանային համակարգեր։ Այդ ինքնագնաց հրետանային համակարգերը սովորաբար ինչքանով թույլ են տալիս տեղեկատվության, ասենք, բաց աղբյուրները գործում են կոորդինացիայի միջոցով։ Այո։ Այսինքն թիրախները պետք է նշվեն, փոխանցվեն, որպեսզի այդ հրետանային համակարգերը աշխատեն։ Ես կարծում եմ այդ հետախուզական ածսները ձեռք են բերվել հիմնականում այդ հնդկական արտադրության հրետանային ինքնագնաց համակարգերի կրակը չտա Աստված հարկ եղած դեպքում կոորդինացնելու նպատակով։ Այսինքն նախկինում ինչպես էր ինչ որ մեկը հեռադիտակով նայում է ճշնամու հակառակորդի ինչ որ մի դիրք է հայտնաբերում, ռացիայով կապվում է հրետանուն, որ ահա այսինչ կոորդինատներով կրակեք։ Հիմա ժամանակակից պատերազմում այդ թիրախները տեղորոշում են ԱՑՍ-ները։ Եվ այսօր հայկական մամուլում տեղեկություն է տարածվել, որ այդ կարգի ԱՑՍ-ները 2024 թվականին Ուկրաինայում օգտագործվել են Ռուսաստանի հրթիռային պահեստներ հայտնաբերելու եւ հակաօդային պաշտպանության համակարգեր հայտնաբերելու ու հրետանու կրակը դրանց վրա ուղղորդելու նպատակով։ Սա ինձ թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը նույնպես այդ նպատակով է ձեռք բերել, բայց ես կրկնում եմ, ես բացառապես ենթադրություն եմ անում, չլինելով ռազմական ոլորտի մասնակից։ Վերջին հարցը, պարոն Աթանասյան, երբ Հայաստանը խորացնում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, հատկապես միջուկային էներգետիկայի եւ պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, սա կարող է առաջացնել դժգոհություն, անհանգստություն այլ ուժային կենտրոնների մոտ եւ դա դառնա ճնշման գործի քաղաքական, տնտեսական կամ էներգետիկ մեր նկատմամբ։ Գիտեք, NTV-ին իմ նշած հարցազրույցում Ռուսաստանի նախագահ ներողություն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հատուկ շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտնում է այն երկրներ, որտեղ Ռուսաստանը արդեն իսկ ունի միջուկային խաղաղ նպատակով էներգետիկ ծրագրեր, աշխատանքի փորձ ունի եւ աշխատում է այնպես, Միացյալ Նահանգները աշխատում է այնպես, որպեսզի այդ ծրագրերը վերապրոֆիլավորվեն ըստ ամերիկյան չափորոշիչների եւ դա համարել է Ռուսաստանի համար անընդունելի, իհարկե այդ շերտը, հարաբերությունների այս շերտը ներկայացնել ընդհանուր կոնտեքստում
եւ մաքսատուրքային եւ վալյուտային սահմանափակումներ, տնտեսական պատժամիջոցներ եւ այլն, այս շարքում թվարկել են նաեւ այս հարցը ու բնականաբար պատահական համընկում չէ փոխնախագահ Վենսի հայտարարությունը Երևանում եւ նույն օրը Լավրովի հարցազրույցը թե հաջորդ օրը կարծեմ այսօր են այդ հարցազրույցը տվել NTV-ին եւ նման շեշտադրում, բայց սա ավելի շատ աշխատանքի հետագա քննարկումների Ռուսաստան-Հայաստան քննարկումների դաշտ է բացում, քան կարծում եմ ինչ-որ սահմանափակում, որովհետեւ Ռուսաստանը որևէ սահմանափակում մտցնելով առաջին հերթին իրեն է վնասում։ Այսօր Ռուսաստանը գազի արտահանման շուկաների հարցում խնդիրներ ունի, նավթի, բենզինի, նաև միջուկային խաղաղ էներգիայի, այսպես տեխնոլոգիաների արտահանման խնդիր ունի եւ բոլորովին շահագրգռված չէ դաշտը սահմանափակելով։ Այնպես որ չպետք է միանգամից այնպես ընկալել, որ ահա Ռուսաստանը ասած եւ վաղը Լարսի ճանապարհը կփակի, ինչպես սովորաբար Հայաստանում մենք ենք ընկալում։ Կարծում եմ սա քննարկումների թեմա է եւ մանավանդ իսկ Իրանը այդ հայտարարությունը, այդ տեսակետը հնչում է ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի Մոսկվայից հետո, որի ընթացքում դա տևական եւ լուրջ բանակցություններ ունեցել Լավրովի հետ, ամեն ռուսական աղբյուրների արձագանքից դատելով դա եղել է լուրջ հանդիպում։ Իսկ Իրանը կարճ։ Ոչ։ Իրանը ինքը զբաղված է իր միջուկային ծրագրի ճակատագրով եւ փորձում է պահպանել ուրանի հարստացման իրավունք, այնպես որ Իրանը այսօր որևէ մի հարևան երկրի, չգիտեմ ինչ-որ կշտամբանք ներկայացնելու բան խնդիր չունի։ Եկեք նկատենք, որ Իրանի համար կամ Միացյալ Նահանգները, կամ Ռուսաստանը, կամ նախկին Խորհրդային Միությունը, եթե ժամանակին Իրանը չի բողոքել Մեծամորիա ատոմագայանի շինարարության կառուցման հարցում, ապա այսօր չի բողոքի, կարծում եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։